Սոցցանցերը վաղուց դարձել են երեխաների առօրյայի մի մասը, սակայն մասնագետները ահազանգում են թվային միջավայրում երեխաները հաճախ մնում են միայնակ վտանգների դեմ։ Հայաստանում քննարկում են մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հնարավորությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգիչ տվյալներ է հրապարակել։ 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն օգտվում է ինտերնետից, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում։ Սահմանափակումների միջազգային փորձը նոր է ձևավորվում, սակայն մասնագետների խոսքով դրա կիրառումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Երեխաները զանգվածային օգտվում են VPN-ներից, որ շրջանցեն դա, եւ մի շարք պետություններ հիմա գնում են այն ուղղությամբ, որ փորձում են VPN-ները վերահսկողության տակ պահել, այսինքն վերիֆիկացնել, թե օգտվողը քանի տարեկան է։ Սա արդեն ստեղծում է շատ լուրջ խնդիրներ վերահսկողության, նշանակում բոլորին պետք է ստուգես։ Մասնագետները ասում են, որ սոցիալական ցանցերում սահմանափակումների կիրառմամբ օգտատերերի ինքնության ստուգման գործընթաց է սկսվում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց դեանոնիմիզացմանը, պարտադիր ներկայանալուն։ Օգտատերերը ստիպված են լինում հաստատել ինքնությունը անձնագրով կամ սելֆիով։ Փորձագետները նշում են, որ խնդիրը միայն վնասակար բովանդակությամբ չի սահմանափակվում, քանի որ սոցցանցերի անվերահսկելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նաև երեխաների հոգեկան առողջության, ուշադրության եւ վարքային սովորույթների վրա։ Թվային գրագիտության աճը բացարձակ հարց չի լուծում, որովհետև այդ արգելքները ոչ միայն նրա համար են, որ երեխաները անվտանգ լինեն։ Ահազանգներ կան, բժշկական եւ այլն, վերաբերյալ, որ անընդհատ սոցցանցերից օգտվել են, նաև ազդում է երեխաների ընդհանուր հոգեկան վիճակի վրա, ֆիզիկական։ Այսինքն երեխան կարող է շատ տեսնել վարդագույն միջավայրում լինի սոցցանցում, ոչ մի հարցական չենթարկվի, բայց ուրիշ խնդիրներ առաջանան։ Բռնության ենթարկվելու մասին հայտնած երեխաների 53%-ը նշել է, որ որևէ մեկին չի հայտնել դեպքի մասին եւ ընդհանրապես չի բարձրաձայնել։ Հոգեբանների կարծիքով հիմնական խնդիրներից մեկը երեխա ծնող հարաբերություններում վստահության պակասն է, քանի որ երեխաները հաճախ վախենում են ծնողների արձագանքից եւ նախընտրում են լռել։ Ծնողների հիմնական խնդիրը նրանում է, որ այդ վստահության դաշտը, որը պիտի ստեղծվի երեխայի եւ ծնողի միջեւ, չի ստեղծվում։ Իսկ դա միանգամից չի, դա տարիների ընթացքում քայլ առ քայլ, սկսած փոքր տարիքից սովորեցնում են, ճակերտավոր ասած երեխային վստահել ծնողին։ Երեխան պիտի իր ցանկացած հույզը, միտքը, ինչ-որ վարքային որոշակի դրսևորումները եւ այլն սովորի քննարկել մեծահասակի հետ։ Մինչև տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներով պաշտպանել երեխաներին թվային միջավայրի վտանգներից, մասնագետները նշում են, միայն արգելքներով խնդիրը չի լուծվի։ Թվային անվտանգությանը զուգահեռ անհրաժեշտ է նաև վստահության միջավայր ընտանիքում, դպրոցում եւ հասարակությունում, որպեսզի երեխան վտանգի դեպքում չլռի, այլ կարողանա օգնություն խնդրել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։